Այաթոլլահ Սայեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի Վերջին ժամի միջազգային գլխավոր լուրը Իրանի նոր հոգևոր առաջնորդի անունից իրանական կենտրոնական հեռուստաալիքը ուղերձ է տարածել։ Խամենեին անձամբ կադրում չի հայտնվել, տեքստ ընթերցել է հաղորդավարը։ Ըստ աղբյուրի Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։ Այժմ իրանական զինուժը ուսումնասիրում է նոր ռազմաճակատներ բացելու հնարավորությունը, որտեղ թշնամին փորձ չունի եւ խոցելի է։ Իրանը չի հրաժարվի իր նահատակների, հատկապես Մինաբի աղջիկների վարժարանի վրա հարձակման հետևանքով զոհված 100-ից ավելի աշակերտուիների արյան համար վրեժ լուծելուց։ Խամենեին շեշտել է, որ Իրանը ձգտում է բարեկամության հարևանների հետ, իսկ թիրախում միայն թշնամական ռազմաբազաներն են։ Իրանի նոր հոգևոր առաջնորդը անձամբ չի դիմել ժողովրդին, քանի որ վիրավոր է։ Այդ մասին դեռ երեկ հայտնել էր երկրի արտգործնախարարը։ Ամերիկյան աղբյուրները պնդում են, որ Խամենեին վիրավորվել է պատերազմի առաջին օրերին, հնարավոր էր, որ նա կորցրել է մի ոտքը, ծանր վնասվածքներ ունի դեմքին եւ մարմնի այլ մասերին։ Իրանի ռազմական ուժերը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում հարվածել են Սաֆեսեա տանկերին, որոնք ըստ Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի պատկանում են ԱՄՆ-ին։ Իսրայելը սկսել է հրթիռակոծել Իրանի Շիրազ քաղաքը։ Ըստ Ցախալի, իրենց հաջողվել է թիրախավորել Թալեղան միջուկային կենտրոնը։ Տեղեկությունը իրանական կողմը դեռևս չի հաստատել։ Այս ամենին զուգահեռ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ Թեհրանը մի կողմ կդնի զսպվածությունը, եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակվեն Պարսից ծոցում գտնվող կղզիներից որևէ մեկի վրա։ Մեջբերում իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիա հունից կհանի մեր զսպվածությունը եւ Պարսից ծոցը կներկվի զավթիչների արյունով։ Մեջբերման ավարտը։ Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանքի ծանր պայմանների մանրամասները հայտնի են դարձել ABC հեռուստաալիքին։ Մադուրոն պահվում է ԱՄՆ-ի Բրուքլինի քննչական մեկուսարանում, չափերով շատ փոքր մի պատժախցում։ Բրուքլինի այս բանտը փորձագետներն անվանում են դժոխք երկրի վրա, նշելով, որ այն գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, թերֆինանսավորված է եւ ունի անձնակազմի լուրջ պակաս։ Մադուրոյին թույլատրվում է զբոսնել շաբաթական ընդամենը 3 անգամ, մեկական ժամ ընդ որում զբոսանքի ընթացքում նրա ձեռքերն ու ոտքերը շղթայված են լինում։ Աղբյուրը հայտնում է, որ քաղաքական գործիչը հաճախ գիշերները բղավում է, թե ինքը գտնվում է ամերիկյան գերության մեջ։ Պաշտոնական Երևանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից, որը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանվածների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Երևանից։ Այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի կառավարությունը պատճառաբանել է, թե երկրի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում։ Զախարովան նկատել է մեջբերում այս ամենը կարծես փորձ է մաքրելու երկրում Ռուսաստանի մասին որևէ հիշատակում։ 2025 թվականի հունիսից մինչև այս պահը Ռուսաստանը մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Այդ օգնությունը բաժանվում էր Եվրասիա հասարակական կազմակերպության միջոցով։ Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հանձնումից հետո 115365 արցախցի է բռնի տեղահանվել։ Մայրաթորը արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե Սուրբ պատարագների ժամանակ Արցախի մասին հիշատակումները պատերազմի կոչեր են։ 24 News-ին Մայրաթորի տեղեկատվական կենտրոնը ասել է, մեջբերում Սուրբ պատարագի ընթացքում Արցախի եւ արցախահայության համար տասնամյակներով կատարված աղոթքը եկեղեցու Սուրբ խորաններից վերառակվում է առ Աստված, քանզի ոտնահարված են արցախցիների արդար իրավունքները, յուրացվում, պղծվում եւ ոչնչացվում է Արցախի հոգեվոր մշակութային ժառանգությունը եւ Բաքվի բանտերում ազատազրկված են մնում հայորդիները։ Այստեղ որևէ ռազմատենչ կոչ չկա, միայն արդարության աղոթք է, որը որպես հայց հնչում է առ Աստված։ Մեջբերման ավարտը։ Ես դրա մասին արտահայտել եմ կարծիքս եւ չեմ կարծում փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Եվ ասեմ ինչու։ Որովհետև
անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Եվ թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշումը մանրամասն արտահայտել եմ։ Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչ եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, շատ պարզ բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացան։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Նա նաև հաստատել է, որ ինքն է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրենին հրահանգել աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա ԱՄՆ փոխնախագահին եւ նրա կնոջը պատմել է Արցախյան հիմնահարցի մասին եւ նվիրել այդ թեմայով գիրք։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին քննչական կոմիտե են կանչել։ Ազատության այս տեղեկությունը հաստատել է խորհրդի անդամներից Գևորգ Դանելյանը։ Նրա պնդմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում քննչական կոմիտե հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է։ Կոմիտե հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի օրերս մեկնարկած ժողովը։ Գերատեսչությունից եւս հաստատել են խորհրդի անդամներին հրավիրելու փաստը, առանց մանրամասներ հայտնելու։ Եկեղեցու պաշտպանության համար ազատությունից զրկված ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը վաղը կարող է վերացվել։ Փաստաբանների միջնորդությունը քննելու համար դատարանը մարտի 13-ին նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Իդեպ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան նախաձեռնությունը այսօր ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, մասնավորապես խոսել Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին։ Սարա Լի Սալի Ուինսթոնի կարծիքով մեջբերում դժվար է պատկերացնել ազատ եւ արդար ընտրություններ, երբ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը հենց հիմա անազատության մեջ է։ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է իր արտահայտած խոսքի համար, ինչը լրջորեն վտանգում է քաղաքական գործընթացների արդարությունը, մեջբերման ավարտը։ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը թևակողել է գործնական փուլ, Հայաստանն արդեն արձանագրել է նշանակալի արդյունքներ։ Երևանում հայտարարել է ներքին գործերի նախարարը Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարի խոսքով վիզաների ազատականացման գործընթացը չի սահմանափակվում միայն ճամփորդության հնարավորությամբ, այն ներառում է լայնածավալ բարեփոխումներ պետական ինստիտուտներում, միգրացիայի եւ սահմանների կառավարման, միջազգային իրավապահ գործակցության զարգացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Մենք ակնկալում ենք առաջընթացի վերաբերյալ վերջնական զեկույցը ստանալ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։